Լիմոնաթով հրաշք բիսկվիտ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ։ Ահա բիսկվիտի բաղադրատոմս, որը կարելի է երկու եղանակով պատրաստել՝ ջեռոցում կամ մուլտիվառարանում։ Ինչպես պատրաստել ջեռոցում։ Մուլտիվառարանի դեպքում դրեք թխել ռեժիմը և ժամանակ 50 րոպե։ Ձայնային ազդանշանից հետո բիսկվիտը հանեք, շրջեք և թխեք ևս 50 րոպե։ Բաղադրիչները՝ ձու 4 հատ, շաքարավազ 1,5 բաժակ, վանիլային շաքարավազ 10 գրամ, լիմոնադ 1 բաժակ, արևածաղկի ձեթ 1 բաժակ, ցորենի ալյուր 3 բաժակ։ Կրկնեմ, ձու 4 հատ, շաքարավազ 1,5 բաժակ, վանիլային շաքարավազ 10 գրամ, լիմոնադ 1 բաժակ, արևածաղկի ձեթ 1 բաժակ, ցորենի ալյուր 3 բաժակ։ Այժմ պատրաստումը։ Ալյուրը մաղեք փխրեցուցիչի հետ։ Առանձին ափսեի մեջ հարեք ձվերը սովորական և վանիլային շաքարավազի հետ։ Շարունակելով հարել, լցրեք արևածաղկի ձեթը, հետո լիմոնադը։ Մաս-մաս ավելացրեք ալյուրը։ Խմորը լցրեք կարագով պատված թխելու ձևամանի մեջ։ Դրեք ջեռոցը 40 րոպեով 180 աստիճանով։ Պատրաստի լինելը ստուգեք փայտիկով։ Թխվելուց հետո բիսկվիտը 20 րոպե թողեք անջատված ջեռոցում։ Հետո ձևամանը հանեք և անմիջապես միջից հանեք բիսկվիտը։ Ճապոնական բուլկիներ, փափուկ և համեղ բուլկիները, որ երբևէ փորձել եմ պատրաստել։ Խմորիչով պատրաստվող խմորներով կարելի է անվերջ փորձարկումներ անել, բայց եթե իսկապես օդային փափկության թխվածք եք ցանկանում, Entertrain կայքն առաջարկել է ճապոնական հացթուխների նմուշներից մեկը։ Ամպի նման օդային Հոկկայդո բուլկիները սիրված և ընդունված են ամբողջ Ասիայում, որի գաղտնիքը տանջոնգ կոչվող տեխնիկայի մեջ է։ Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կաթ 260 մլ, շաքար 6 ճաշի գթալ, ձու 2 հատ, կարագ 3 ճաշի գթալ, ալյուր 370 գրամ, չոր խմորիչ 7 գրամ, աղ 1 թեյի գթալ, դարչին կես թեյի գթալ։ Պատրաստման եղանակը։ Սկզբի համար պատրաստենք տանջոնգը։ Դրա համար խառնում ենք 100 մլ կաթը և 20 գրամ ալյուրը հարմար տարրայի մեջ և միջին կրակի վրա պահում մոտ 3 րոպե, անընդհատ խառնելով։ Խմորիչը խառնում ենք մնացած կաթի և 2 ճաշի գթալ շաքարի հետ և թողնում ենք հասունանա մոտ 10-15 րոպե։ Մաղով անցկացնում ենք մնացած ալյուրը, ավելացնում ենք աղը և խառնում։ Կոտրում ենք սենյակային ջերմաստիճանի ձուն, լցնում ենք խմորիչով կաթը և սառած եփված կաթի ու ալյուրի խառնուրդը։ Խմորը հարիչով մոտ 5 րոպե հարեք։ Ավելացրեք 1 ճաշի գթալ փափուկ կարագը և հունցեք։ Պետք է էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր դառնա։ Թողեք հանգստանա կարագապատ թասի մեջ սննդային թաղանթի տակ մոտ 1,5 ժամ։ Խմորը պետք է 2 անգամ մեծանա։ Դարչինը խառնեք շաքարի հետ և հալեցրեք 2 ճաշի գթալ կարագը։ Հանեք խմորը։ Սեղանի վրա հավասարաչափ տարածեք, որ հաստ լոշիկ ստացվի։ Կտրեք այն 8 հավասար մասերի և ամեն մեկից գնդիկ սարքեք։ Գնդերից յուրաքանչյուրը օվալի վերածեք։ Կարագ քսեք, շաքարով դարչինի խառնուրդը ցանեք վրան և փաթաթեք հետևյալ կերպ։ Սկզբում կողքի մասերը ներս սեղմեք, գռտնակով վրայից անցեք, իսկ հետո ռուլետի պես փաթաթեք։ Ապահովության համար կարը կարելի է կպցնել։ Շարեք պերգամենտի թղթի վրա, ծածկեք թաղանթով և թողեք հանգստանա ևս 1 ժամ տաք տեղում։ Երբ բարձրանան, ձու քսեք և 190 աստիճան տաքացված ջեռոցը դրեք 20 րոպեով։ Հենց որ պատրաստ լինեն, հանեք ձևամանի միջից և տեղավորեք ցանցի վրա, առանց պերգամենտի թղթի, որպեսզի սառչեն։ Բարի ախորժակ։